Մյուսը զբաղվածության գործակալությունների լիցենզավորումը։ Տիկին Տիգրանյան, ես վստահ չեմ, որ դա լավ գաղափար է։ Գրեթե վստահ եմ, որ լավ գաղափար չի։ Ասեմ ինչի։ Տեսեք, ես բնույթով իհարկե սոցիալ-դեմոկրատ եմ ու կողմ եմ պետության դերի բարձրացմանը շատ տարբեր ոլորտներում, բայց ամեն ինչ կարգավորելը բերում է գերկարգավորման եւ շուկաների վերացման, պարզապես ու ինչ որ մի օր պլանային տնտեսության։ Հիմա եթե մենք կարողանում ենք օրինակ նույն միասնական սոցիալական ծառայությունում ալտերնատիվ ծառայություն մատուցել ամբողջությամբ անվճար, ունենալ ամբողջությամբ անվճար էլեկտրոնային այդ e-work համակարգը, մեր մասնագետները խոսեն գործատու եւ բանի հետ եւ աշխատանք փնտրողի հետ, կա այլ ընտրանք եւ քաղաքացիներ կարող են ընտրել, բայց եթե կլինի ավելի լավ առաջարկ, օրինակ, չգիտեմ, տարբեր վեբկայքը լավը կլինի, այնտեղ ավելի շատ հայտարարություն կդնեն, իդեպ հայտարարություն դնելը լավ է ճարովի։ Քաղաքացիները պետք է իրավունք ունենան ընտրելու այդ հնարավորությունը եւ մենք չեմ կարծում, որ պետք է ամեն ինչ լիցենզավորենք եւ կարգավորենք, ավելին շատ կառավարություններ, շատ քաղաքական ուժեր տարբեր երկրներում կառավարության, այսինքն ընտրություններին հաճախ առաջարկում են ապակարգավորման խոստումներ, ասում են մենք կգանք եւ ամեն ինչ կապակարգավորենք, այսինքն հակառակ ուղղությամբ կպտտենք, լիցենզիաները կթույլատնենք, թույլտվությունները կթույլատնենք, բան, որպեսզի տնտեսությունը շնչի։ Հիմա մենք այդ բալանսը պետք է գտնենք։ Իհարկե մենք չենք կարող ամեն ինչ ապակարգավորել, օրինակ նույն առողջապահությունը չի կարող ապակարգավորվել, կրթությունը չի կարող ապակարգավորվել, իրավական գործընթացները, այնտեղ փաստաբանական լիցենզիա կա, այնտեղ բժշկական օգնության, այնտեղ կրթական օգնության, կրթական ծառայություններ մատուցելու, բայց նաև ամեն ինչ կարգավորել չեն կարող եւ ես չեմ կարծում, որ դա լավ բան է, մանավանդ որ Հայաստանում կա մեծ մրցակցություն այս դաշտում եւ եթե որևէ մեկը վատ ծառայություններ է մատուցում, այդ թվում խափում է սպառողներին, նախ դրա համար մենք ունենք այլ օրենսդրություն սպառողների շպահերի պաշտպանության, եթե օրինակ այնպիսի խոստում է տվել, որը վաղը չի իրականացրել, դա այդ ընթացակարգով կարող է գնալ, բայց ընդհանուր առմամբ շուկան ինքը կարգավորվում է եւ ավելի շատ շահառուներ կամ սպառողներ կգնան այնտեղ, որտեղ որ լավ ծառայություններ մատուցվում եւ չեն խափում քաղաքացիներին։ Գենդերային խզվածք կամ գեփ, մասով, տեսեք, ես չունեմ պանացեա, դարման, թե ոնց այդ հարցը լուծել, ես կարծում եմ, որ ոչ մեկ չունի տենց պանացեա, բայց օրինակ, որ դուք խոսում եք, մի բան տենց մտքովս անցավ, փաստորեն ամենաարդար գործատուն պետությունն է այդ առումով, եւ որևէ խտրականություն չի դնում, որևէ պաշտոնյայի սերի մասով ինչքան վարձատրի այդ վարձության պետք է կլինի տղամարդեկին միևնույն գումարն է ստանալու։ Բիզնեսը այդ առումով պետք է օրինակ վերցնի պետությունից, բայց այդտեղ բան կան, հիմնարար խնդիրներ կան, հատկապես մայրության արձակուրդով պայմանավորված, երբ որ կանայք թեև իրենց կրթության վրա նույնիսկ ավելի շատ ներդրում են անում, քան տղամարդիկ, այդպիսի հետազոտություններ կան, այդ թվում գումարային առումով կանայք ավելի շատ են հակված եւ այդ շատ ողջունելի է նաեւ մեր հասարակությունում, որ դրա վրա ոչինչ չի խնայվում, այլ այդ թվում ընտանիքների կողմից, բայց երբ որ կինը գնում է մայրության արձակուրդ, նա ինչ որ չափով հետ է մնում իր աշխատանքային կարիերայում այդ սանդուղքից, հա։ Ճիշտ է, նաև խոսքը գնում է լրիվ համարժեք պաշտոններում տարբեր վարձատրության մասին եւ այստեղ կարծում եմ, որ նաև մշակութային փոփոխությունն է, սոցիալ-մշակութային տարիների ընթացքում այդ հարցը լուծելու եւ ոչ շատ երկրներ կան, որ այդ գեփը կա, այդ թվում մեզնից շատ լավ գենդերային քաղաքականություն ունեցող, այնպես չի, որ մենք ամենավատերից ենք, բայց սա պետք է լինի մեր առօրյա, այդ թվում օրինակ ասացի են ինքնազբաղվածության կամ մյուս ծրագիրը, որ խթանենք, որ գործատուները վերցնեն եւ ի վերջո նաեւ մեր հանրային կոմունիկացիան եւ ընդհանրապես կանանց, գիտեք, դա սկսվում է սելեկտիվ աբորտներից այդ հարցը, երբ որ աղջիկ սերով պայմանավորված աղջկան արհեստական ընդհատում են անում հղիության, այդտեղից է սկսվում, այսինքն մենք կնոջ կարևորումով, կնոջ դերի բարձրացումով, կանանց ընդհանրապես եւ ընդհանրապես որևէ խտրականություն չդնելով պետք է զբաղվենք բոլոր ոլորտներում։